Այդ փոփոխությունը երկուշաբթի օրվանից է լինելու, բայց արդեն 1 տարի է այդ խոսակցությունը գնում է։ Մեր գյուղապետը պայքարում էր դրա համար։ Ինքը 1 տարի պայքարել է, որ չփոխեն, բայց արդեն երևի իրան էլ, այսպես ասած, կողտվեցին ու հիմա ուզում են ինչի համար պիտի լինի, երբ որ Ծառուկյանի տղան բանակում չի ծառայել ոչ մի օր, տենդեր աշայել, պա փող ունի պիտի շահի ու հերոստացույցով ցույց էին տալի իր ոսկիները, իր կարողությունը, իր ամեն ինչը, որ իրան պիտի բռնեն, բռնագանձեն, բա ինչի չի բռնագանձեցին։ Գյուղացիները գնում են գյուղապետարան, ամեն դեպքում ձեր կարծիքով խնդիրը կլուծվի երկուշաբթի օրվանից այլ պատկեր չի լուծվի։ Մինչև մեր վարչապետը, մեր քաղաքապետը չփոխվի, ոչ մի հարց չի լուծվելու։ Ամբողջ ազգային ժողովը պիտի փոխվի։ Բայց եթե բերեն նոր ավտոբուսներ, ինչ եք անելու։ Ինչ պիտի անենք, չենք նստելու։ Չենք նստելու, ինչ պիտի անենք։ Ասենք մի ամիս չնստեցինք, ոնց որ Եղվարդում, Զովունիում մի ամիս չնստեցինք, բայց մեկը իր դեմը խաղ չկա։ Օլիգարխների դեմով կարող է, ոչ մեկը։ Ուզում են հանեն այդ մարշրուտկեքը բերել են, դրեն գրել են Քասախ պրոժան, ինչ որ ուզում են մինչև ֆիզիկայի խաչմերուխ հետան հետ կան։ Ինչ եք կարծում իշխանությունը այս բողոքի Ախր պրիչոմ ստեղ իշխանություն։ Եթե մենք ենք, ախր իշխանության դիտեր էլ կայնող ընդ հասկացանք իշխանություն։ Այս թանկացում հասկացանք իշխանությունն արես մենք համաձայն ենք այսին 200 դրամին, որտեղ տրանսպորտը ջարդվում այդ սիջենտիկներ, այն որ ես մտել եմ ես այդքան չեմ էլ նստում, մեր այդ մարտիկն են որ արդեն սիջենտիկներ տանակներով կերել են։ Պատկերացնում եք ավտոբուսի սիջենտիկները 27 համարին նշեն։ Գնա ժողովրդի կողմից, երիկ կերա, կոմիչա կուլ չեն գնալու հերիկի վերջո։ Գտի որ ժողովրդին հարգեն իշխանությունը ժողովրդն անդրում իշխանություն։ Հետո իշխանություններ պատասխանատու ժողովրդի առաջ կոնկրետ։ Եվ ոչ մի դեպքում թող չանեն չբերեն Եղվարդի ավտոբուս կամ Գագոյի Ծառուկյան Գագոյի քմաչ